ինչպես ջուրն է հոսում ամենակիչ դիմադրության ճանապարհով, նույն ձև էլ մեր հաջողությունն է հոսում ամենակիչ դիմադրության ճանապարհով։ Շատ ուսումնասիրեցի հայկական շուկան եւ անցում կատարեցի Eco-Motors-ը հիմնելով։ 3-ից 5 տարի դուք բոլոր մեքենաների համար այդ երաշխիքային սպասարկում անում եք։ Մենք արդեն երկրորդ ամսից 50 մեքենա ենք վաճառել, հենց երկրորդ ամսից։ Երևի առաջիններից էիր կամ առաջինը, ով նաև գերմանական էլեկտրոմոբիլներ սկսեց վաճառել։ Արագ ընդլայնվեցի, տարածվեցի ամբողջ Հայաստանով մեկ։ Իմ կարծիքով էլեկտրական մեքենաների մեծ թերությունը դա այդ խարիզմայի պակասն է։ Երևի տասնյակ բիզնեսներ եմ արել ու ահռելի մեծ գումարներ եմ կորցրել։ Գործարքի մեջ մտնելուց հետո նաև պետք է այդ գործարքից դուրս գալ, ամեն անգամ քո սոցիալական կապիտալը ավելացրած։ Մեր առավելությունը ինչու՞մ է այդ մասով, որտեղ մենք անմիջապես ներմուծում ենք դրսից։ Ես օրինակ համաձայն չեմ այն երիտասարդների հետ, ովքեր 100 անգամ կարան նույն քայլը փորձեն։ Չէ, եթե դու 100 անգամ փորձում ես չի ստացվում, 100 անգամ դուրը ծեծում ես չեն բացում, այդ դուրը պետք չի 101 անգամ անել, էլի։ Շատ արագ դու պետքա քո քայլերի մեջ, այսպես ասած, փոփոխություն մտցնես։ Դու 2004 թվականին ապրելով Մարտունիի Ծովինար գյուղում, չէ, եկել ես Երևան, այսպես ասած, հաջողություն որոնելու։ Ողջույն բոլորին, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր եւ այսօրվա հաղորդման ընթացքում մենք բացահայտելու ենք եւս մի կապիտալիստի, գործարարի, ով սկսելով 0-ից բավական մեծ բիզնես է ստեղծել Հայաստանում եւ մինչեւ մեր հյուրին ներկայացնելը ես ցանկանում եմ խոսել մեր գործընկերների մասին։ Մեր գործընկերներն են Spin Production ընկերությունը, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդկասթները, Փարվանյան Consulting ընկերությունը, որի հիմնադիրը նույնպես մեր ակումբից է, Մհերը Փարվանյան, որը մատուցում է ֆինանսական հաշվառման, կառավարչական հաշվառման, հաշվապահական հաշվառման ծառայություններ, եւ եթե ձեր ընկերությունը մեծ է ու դուք ունեք կարիք ֆինանսական տնօրեն ընդունելու կամ ֆինանսական հաշվառում վարելու, ապա Փարվանյան Consulting-ը կարող ձեր համար շատ լավ գործընկեր լինի։ Բացի դրանից ընկերությունը ունի նաեւ ծառայություն, որով մինչև հարկային ստուգումը ձեր ընկերության ամբողջ ֆինանսական հաշվապահական մասը եւ ընկերությունը պատրաստում է հարկային ստուգման։ Եվ մեր երրորդ գործընկերը Eco-Motors ընկերությունն է, որը Հայաստանում ունի 8 խանութ սրահ, ներկայացնում է ավելի քան 100 տեսակի էլեկտրական մեքենա եւ Eco-Motors ընկերության հիմնադիրը Արմեն Աբրահամյանը նույնպես մեր ակումբից է եւ այսօր իմ հյուրն է։ Արմեն ջան, բարով ես եկել։ Ողջույն, Գրիգոր ջան։ Անընդհատ մեր նախորդ հաղորդումներին խոսացել ենք Eco-Motors-ից, քեզնից, ձեր ընկերությունից, դե եկել է ժամանակը, որ մենք նաև արդեն ոնց որ ավելի խորանանք, ավելի բացենք փակագծերը, ինչով է զբաղվում ընկերությունը, երբ է հիմնադրվել, ոնց է ստացվել, որ կարճ ժամանակում այսքան մեծ տեսականի դուք ունեք ու այսքան շատ մարդ ձեզանից մեքենա է գնել, նույնիսկ հենց մեր ակումբից, նաև Հայաստանում առհասարակ ու կուզենայի սկսենք ամենախորքից, երբ ես հիմնադրել բիզնես առհասարակ, ոնց ես եկել բիզնեսի աշխարհ։ Շատ լավ, Գրիգոր ջան։ Eco-Motors-ը հիմնադրման օրվանից եղել է 2023 թվականի մայիսից եւ նախքան Eco-Motors հիմնելը ես զբաղվել եմ Միրգ Բանջարեղենի խանութների ցանցով 73 հատ խանութ եմ ունեցել Միրգ Բանջարեղենի։ Դրան ոնց ես եկել, արի ապա հետ գնանք ամենասկզբից։ Ամենասկզբից գնանք, խնդիր չկա։ Ուրեմն բանակից որ եկա 3 օր եմ մնացել տուն եւ Մարտունի Ծովինար գյուղից եմ։ Ես իմ արժեվ միշտ խնդիր էի դրել, թե ոնց պետքա գնամ ու 0-ից սկսեմ։ Ընդամենը $100 եմ եկել Երևան եւ այդ $100 վարձել եմ ոնց որ ասած մի տարածք, հա, ու տենց Երևանում ոնց որ ասած մի ամսվա չափով քայլել եմ, հասկանայի ինչ բիզնես կարող եմ անել։ Եվ այդ ընթացքում Չերեմուշկա, Մրգի Տոշկա վերցրեցի, ոնց որ ասած, մի հատ սուպերմարկետի դիմացը, հատվածը։ Այդտեղից սկսեցի աշխատել ու բավականին
մեծ գումարներ է աշխատում այդ ժամանակահատվածում Որ թիվներ 2004 2003-ին ու վայլատ եմ եղել 2004 թվին ու վայլատ եմ եղել դեկտեմբերի 19-ին եւ 2004 թվականին արդեն ես բացեցի Միրգ Բանջարեղենի այդ հատվածը գրեթե արդեն այդ ընթացքում այդ տարածքում չկար մրգի խանութ սուպերմարկետի դիմաց էի վերցրել ու հանրապետական հիվանդանոցի խաշմերուկի վրա էր եւ հիվանդանոցը նպաստում էր նրան որ ես միրգը մի քանի անգամ թանկ վաճառեի մարդիկ գալիս էին առնում էին գնում էին հիվանդատես ու ես էլ ոնց որ հա 21 տարի առաջ 21 տարի առաջ հա հետո հասկացա որ ես այդ իմ գործն է ու ես ինձ արագ տեսա այդ գործի մեջ մրգի խանութների մեջ եւ արագ ընդլայնվեցի տարածվեցի ամբողջ Հայաստանով մեկ ասենք Դավիթաշենի գծի վրա բացեցի տարածքի վրա բացեցի 7 հատ Միրգ Բանջարեղենի խանութ Կոմիտասում Չերեմուշկում եւս 2 հատ երրորդ մասում Շենգավիթում Էրեբունի Մուրացան այտենց տարածում ունեցա ու 2-3 տարվա ընթացքում արդեն 73 հատ ունեի Միրգ Բանջարեղենի խանութներ, արդեն կենտրոնացված ցիվիլ լուրջ խանութներ էր, իմ խանութների արենդները գրեթե միլիոնից բարձր էր ու ես միշտ ամենալավ տեղերն էի վերցնում։ Խանութները Սեղելա Սիթիների Սասերի պարմաների կողքը, այդ հոսքն էլ էր ապահովում նրան, որ անընդհատ շրջանառությունս համ բարձր լիներ, համ էլ մրգի որակը անընդհատ տեղն էի պահում։ Եվ 7 տարի այդ ոլորտում երբ հասկացար որ բիզնեսը կայացել է արդեն լավ փող է գալիս կարաս ոնց որ ասած ռելաքս լինես ու մտածես հաջորդ քայլերի մասին գրեթե 7 տարի աշխատել եմ տարի հետո հա այդ առաջի ընկայունացման փուլը պահը երբ եկավ նու 3-4 տարի հետո հա ու ես անընդհատ հիմնում էի խանութներ բացում էի 7 տարի հետո արդեն սկսեցի հյուրանոցների ցանցերին ապրանք տալ։ Հասցրեցինք այն մակարդակին, որ այդ մեր խանութների զուգահեռ աշխատանքի ընթացքում նու 200 օբյեկտի էլ սկսեցինք ապրանք տալ։ Անդրահայտ հյուրանոցների ցանցերին անունները կարամ տամ, հա, երբ ասենք Դվին հյուրանոցին, Անի հյուրանոցների ցանցին, Park Bridge-ին, Աղաբաբյանսը բոլոր լուրջ օբյեկտներին ես էի ապրանք տալիս ու բոլորը պահանջում էին, որ միաժամանակ առավոտը ժամը 8-ին ապրանքը տեղում լինի։ Պատկերացեք 200 օբյեկտի ապրանք ենք տալիս ու ինչքան աշխատակազմ է պետք, ինչքան թիմ է պետք, որ նույն ժամին բոլորը հասնեն 8-10։ Մոտավոր 15 տարի ես այդ ոլորտում եմ եղել։ Ուզում էի անցում կատարեի ուրիշ բիզնես ոլորտ մտնեի, բայց այդ ընթացքում զուգահեռ անշարժ գույքի գործակալություն բացեցի 18 թվին։ Մեծ շրջանառություն ունեցա կարճ ժամանակահատվածում ու 4-5 ամսվա ընթացքում արդեն ես լուրջ շրջանառություն ունեի անշարժ գույքի գործակալությունը որ բացեցի այդ ընթացքում 50 հատ տուն վերցրեցի որ 19 թվին պետքա օրավարձով աշխատացնենք ու պատկերացրեք այդ 50 հատ տունը կենտրոնում էր եւ ամեն տան համար վճարել էինք 3 ամսվա գումար $100,000 վճարել ենք այդ տների համար ու դրանից հետո գալիս է կորոնավիրուսը մենք անընդհատ այդ տները ասում ենք որ լավ էս ամիս էլ կպահենք գալու ամիս էլ կպահենք ու տենց պահում ենք հասկանում ենք որ գործար չի լինում ու վարձերը տալիս ենք նու 3-400,000 իսկ մրգի բիզնեսը կար հա տվեցինք հա զուգահեռ մրգի բիզնեսն էինք աշխատացնում ես ոչ մի բան չէի փակում էլի ոնց որ ու այդ ընթացքում նա պահել է այս բիզնեսի նա պահել է աշխատում էր բայց ինքը կովիդի ժամանակ աշխատում էր ու ասեմ ոնց էր աշխատում on-line սուպերմարկետ կետայինը որ բացվեց մենք էինք տալիս Միրգ Բանջարեղենը այդ ժամանակ մոտավորապես մի քանի միլիոն դրամի շրջանառություն է լինում ամեն օր on-line-ով հա ոնց որ դա նպաստեց որ մենք կարողանանք այնտեղ գումարներ կորցրեցինք ու ոտքի վրա կանգնեինք էլի հա հասկացա իսկ ներմուծում եք միրգը թե տեղացի ներմուծողներից եք առնում քիչ բաներ էինք ներմուծում բայց հիմնականում տեղական շուկայից էինք վերցնում հա զուգահեռ ես այդ անշարժ գույքի գործակալության ժամանակ IT ոլորտ էի հիմնել եւ սոցիալական
արտակ էինք սարքում, ոնց որ մեր հայկական սոցիալական հարթակը ունենայինք։ Այդ ուղղությամբ էլ ահագին ձախողեցինք եւ ահռելի գումարներ կորցրեցինք։ Իսկ հետաքրքիր է, բայց քո առաջի բիզնեսը լավ ստացվել է, արագ ստացվել է, հաջորդ 1-2 բիզնեսը չի ստացվել, սովորաբար հակառակն է լինում։ Առաջինը չի ստացվում, հետո է ստացվում։ Իսկ քո դեպքում առաջինը լավ ստացվել է, արագ զարգացել է, աճել է, հետո հաջորդ 2 բիզնեսները չի ստացվել։ Ոչ 2 բիզնեսները, տասնյակ բիզնեսներ արել եմ, անընդհատ փորձում էի, անընդհատ ուզում էի, որ Միրգ Բանջարեղենի գործից դուրս գայի ու անընդհատ ինչ-որ այտենց բաներ էի փորձում ու անընդհատ ձախողվում էի։ Իմ աշխատած գումարները անընդհատ ես կորցնում էի։ Երևի տասնյակ բիզնեսներ եմ արել ու ահռելի մեծ գումարներ եմ կորցրել։ Հետո այն որ մի պահ ասեցի, հոп, Արմեն, մի հատ մի շաբաթ հանգստացի, կողմնորոշվի ինչ ես անում, որ աշխատած այդ գումարները չկորցնես։ Շատ ուսումնասիրեցի հայկական շուկան եւ անցում կատարեցի Eco-Motors-ը հիմնելով։ Ավտոսալոն էի վերցրել Վահագնի դիմացի մայթում, Արարատ գոլֆ ակումբի դիմացի մայթում, այդ սալոնի ներսում չկա ոչ մի մեքենա ու ես մենակ այդտեղ կանգնած ասենց որոշում եմ թե ոնց պետքա գնամ առաջ, ոնց ներմուծեմ մեքենաները, ոնց հաճախորդներ ներգրավեմ, բայց իմ ամբողջ ժամանակը Միրգ Բանջարեղենը խլում էր ինձանից։ Թե կներես դա 2023 թիվն էր արդեն։ 2023 թիվն էր։ Ու Միրգ Բանջարեղենը, որ անընդհատ իմ ժամանակը խլում էր, գնացի լավ թիմ ունեի, մեր այդ ամենալավ պարտաճանաչ աշխատակազմից մեկին ասեցի, ինձ վաղվանից էլ չեք տենալու ստեղ։ Ես էլ ընդհանրապես Միրգ Բանջարեղենի ոլորտում չկամ։ Ինձ ընդհանրապես չանհանգստացնեք ոչ մի հարցում, դուք այդ 200 օբյեկտին ապրանքները պետքա տաք, խանութները աշխատացնեք, всё, իմացեք, չկամ ես։ Բայց նաև ներքուս պատրաստ էիր կորցնելու այդ բիզնեսը, չէ՞։ Հա, պատրաստ էի կորցնելու, որովհետև էլեկտրոմոբիլները, որ ես շատ էի ուսումնասիրել այդ ընթացքում, ու հասկացա, որ ես այդտեղ կարամ կայանամ եւ պետքա քայլեր ձեռնարկեմ, որ ֆոկուս լինի, բիզնեսի ֆոկուսը լինեմ միայն էլեկտրոմոբիլների վրա։ Արդեն այնտեղ ես լճացած էի ու ինձ չէր հետաքրքրում այդ գումար աշխատելը, էլի Միրգ Բանջարեղենի մասով, որտեվ էլ ձև չունեի մնալու էլի այդ ոլորտի մեջ, ասենց խեղդված վիճակ էր էլի, ամեն օր նույն բանը։ Հեռախոսիս համարը փոխեցի, քարտը հանի ջարդիկ ցենքում ու փոխեցի։ Մենակ մի հոգի է իմացել իմ հեռախոսի համարը, ասեցի, всё, էսա Հակոբ ջան, եթե ինչ որ ծայրահեղ հարցեր չկարողանաք լուծեք, նոր կզանգես ինձ։ Ու ես միանգամից անցում կատարեցի էլեկտրոմոբիլների շուկա։ Քանի մեքենա եկավ առաջի պատվերի ժամանակ։ Առաջի պատվերի ժամանակ մենք ռեկլամներ արեցինք եւ նու 5 մեքենայի պատվեր եկավ, հենց ոնց որ ասած, նույն մեքենա չունենք։ Հա, մեքենան զախել եք, նոր պատվիրել եք։ Արկա մեքենա չեք ունեցել։ Արկա մեքենա չունենք, դատարկություն է ավտոսալոնը։ Մենք ռեկլամներ ենք միացրել ու տեսնում եմ զանգեր է գալիս այդ համարով, ես էի պատասխանում։ Ոնց որ ճանաչող մարդիկ դիմեցին ինձ ու եկան դավերի արեցին, գումարները ասեցի, որ այսքան է, փոխանցեցին մեր հաշվի համարին եւ մենք պատվիրեցինք մեքենաները եկավ։ Այդ ընթացքում մենք գումարներ, որ ինչ աշխատում էինք, դնում էինք ռեկլամների վրա։ Եվ եւս 2 հոգի միացան մեզ, թիմը 3-ով էինք։ Միաժամանակ ես Ինչ մոդելներ էին կներես։ Մոդելները ID, այն ժամանակ ամենաշատ հայտ տարածված ID ու Honda։ ID ինչ վեցեր են։ ID6, ID6, հա։ Cross, հա։ Ահա, օքեյ։ Ու առաջի պատվերից առաջի պարտիայից հետո արդեն մնաց նորից պատվիրեցիք ու գնաց, հա։ Հա, երբ որ ռեկլամները մենք շատացրեցինք, այդ ընթացքում գրեթե օրեկան 300-ից 400 զանգ էր գալիս, մոտավորապես 150-ից 200 զանգի ես էի պատասխանում 3 հեռախոսով։ Այսինքն զուգահեռ ես մի հեռախոսով խոսում էի, հենց հաջորդ զանգն էր գալիս, այս մեկին էի պատասխանում, 5 րոպե, 2-3 րոպե սպասեցնելով հաճախորդին, իհարկե ներողություն խնդրելով, ու տենց անընդհատ ես խոսելու վրա էի, ես էի վաճառքները անում։ Մենք արդեն երկրորդ ամսից
50 մեքենա ենք վաճառել հենց երկրորդ ամսից։ Ու տենց թիմը շատացրեցինք այդ տվյալ սալոնում։ Հիմա քանի հոգի ունեք վաճառքի բաժնում մենակ։ Ընդհանուր ցանցը 50 հոգի են։ Հա։ Որի մեծ մասը հենց վաճառի սելզեր են, չէ՞։ Հա, 15 հոգի են։ Հա, վաճառքի մենեջերները հիմնականում սպասարկման կենտրոնում են շատ։ Մենք նաև առաջի կազմակերպությունն ենք Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոմոբիլների մասով, որ ռիսկեր վերցրեցինք մեր վրա ու սպասարկում արեցինք։ Եվ շուկան ես որ շատ էի ուսումնասիրում, հասկացա, որ մարդիկ բերում են մեքենաները վաճառում են կարճաժամկետ իրանց մի քանի կոպեկ փող աշխատում էին ու հաճախորդին թողում են իրանց խնդիրների հետ։ Ես մի անգամից մտա դրա տակ ու ռիսկերը վերցնելով ին վրա, ոչ մի բանից չեմ հասկանում ու մտել եմ այնպիսի մի ոլորտ, ռիսկերը վերցնում եմ ին վրա։ Երբ որ արդեն գրեթե 3 ամսվա ընթացքում, 2.5-3 ամսվա ընթացքում 150 մեքենա էինք վաճառել ու խնդիրներով մեքենաները արդեն գալիս էր։ Չես հասկանում ոնց լուծես այդ խնդիրները։ Եվ իմ աշխատած գումարները ես չխնայելով չինացիների հետ արդեն կապերս մեծացրեցի այդ ընթացքում, իրենց էի վճարում, բերում էի Հայաստան, մի շաբաթ 10 օրով պահում էի իմ գումարներով, ասենք մի չինացի եթե Չինաստանից գալիս էր Հայաստան գնում էր, մի շաբաթվա ընթացքում 15-20 հազար դոլար գումար էի ծախսում, ու ընթացքում ես 2-3 հոգու ներգրավեցի մաստերներին, որ վերապատրաստվեն չինացիների կողմից եւ սպասարկում կարողանանք անենք։ Այդ ընթացքում մեքենաներ էր լինում, որ հոսանքի տատանումից ինվեկտորները վառվում էր, օրինակ մենք մի մեքենայի մեջ աշխատում ենք $2000, $3000, բայց որ երաշխիք էինք տալիս, այդ ժամանակ 5-6-7000 ծախսում էինք, որ այդ տված երաշխիքը վերականգնեինք, անուն մեր անունի, ու այսօր ունենք արդեն գրեթե 8 ավտոսալոն, ինչի շնորհիվ մենք կայացանք, չխաբելով հաճախորդներին, ազնիվ գտնվելով, չուշացնելով հաճախորդների մեքենաները, որ քո հետ խոսում էի, նշեցի, որ երաշխիքի մեջ չի մտնում մենակ անվադողերի փոփոխություն, այսինքն 3-ից 5 տարի դուք բոլոր մեքենաների համար այդ երաշխիքային սպասարկում անում եք, հա։ 3-ից 5 տարի մենք սպասարկում ենք մուլտի բրենդերը, որ վաճառում ենք, իսկ 5 տարի կամ 200,000 կիլոմետր մենք սպասարկում ենք մեր պաշտոնական ներկայացության մեքենաները, որոնք են դրանք Dongfeng-ը, Ruichin, Shanrey-ը, Skywell-ը եւ BAV-ը։ Հա, մենք սպասարկում ենք 5 տարի կամ 200,000 կիլոմետր, բացառությամբ անվադողերը, ամեն ինչը երաշխիքի մեջ է գործում։ Նույնիսկ ռասխոդնիկները, հա։ Այո, երաշխիքի մեջ է գործում ու մեր առավելությունը ինչու՞մ է այդ մասով, որտեղ մենք անմիջապես ներմուծում ենք դրսից։ Եվ մեր վրա շատ էժան է նստում, կարող ենք դրա տակից դուրս գանք։ Համ յուղերը, որ անվճար ենք փոխարինում, նաև մենք յուղերի պաշտոնական ներկայացուցիչ ենք գերմանական, որի անունը Մասոլ է, եւ գերմանական յուղերն ենք ներմուծում ու բարձր դասի յուղեր է ու սպասարկում ենք բոլոր մեքենաներին էլեկտրական։ Հասկացա։ Արմեն, դու նաև երևի առաջիններից էիր կամ առաջինը, ով նաև գերմանական էլեկտրոմոբիլներ սկսեց վաճառել, այսինքն մեր մոտ ընդունված է մտածել, պատկերացնել չինական պետք է լինի էլեկտրական մեքենան, բայց քո սրահներում կա երևի գերմանական բոլոր ավտոարտադրողների, հա, Mercedes-ից մինչև Porsche էլեկտրական մեքենաներ։ Այդ մասով ինձ միշտ հետաքրքրել է, որտեղից եք դա ներմուծում, որտեղ է դա արտադրվում եւ արդյոք այդ մեքենաները նույնպես ունեն գերմանական որակ, թե սա արդեն մի քիչ ուրիշ տեսակի ավտոներ են։ Ներմուծում ենք Չինաստանում արտադրվում, Չինաստանից ենք ներմուծում, միայն Lexus-ները, որ Ճապոնիայից ենք ներմուծում, Lexus-ները Ճապոնիայում է արտադրվում ու Ճապոնիայից ենք ներմուծում, այսինքն Ճապոնիայից բերում ենք Չինաստան, Չինաստանով բերում ենք Հայաստան, որակապես կարելի ասել, որ ավելի ոնց որ հագեցած օպցիաներով ու վարողներն էլ կպնդեն, որ ով որ էլեկտրոմոբիլ է վարում, ոնց որ էլ չի կարող անցում կատարի բենզին մեքենաներին, ավելի չգիտեմ։ Ինչ ես դու վարում, քո մեքենան ինչ է։ Ես տարբեր մեքենաներ եմ վարել, սկզբից Honda էի վարում, հետո Dongfeng վարեցի տարի ու կես, իդեպ շատ լավ մեքենա է Dongfeng-ը, որի պաշտոնականը մենք ենք,
ու միակ մեքենան է, որ full մենք ոնց որ ասած գարանտիա ենք տալիս ամեն ինչի համար, որտեվ ես տարուկես վարել եմ ու գիտեմ ինքը ինչ առավելություններ ունի, ինչ որակ ունի, այո, այդ թվում դաժե այդ մի մոդելը անվադողերն էլ է մեր վրա երաշխիքը, հասկացա։ այդ մնացած մեքենաների մասով որակապես շատ ենք վաճառել։ Այսինքն Porsche-ն, օրինակ Չինաստանում արտադրված Porsche-ն ինքը ունի Porsche Taycan-ը, հա, ինքը ունի գերմանական որակ, կարելի ասել ավելի լավն է, քանի որ ավելի օպցիաներով հագեցած է։ Լավ, հիմա կա կառավարության որոշում, որ մյուս տարի 15000 քվոտա տան էլեկտրական մեքենաներին, ոնց է տեսնում դու շուկան, ինչա լինելու հաջորդ տարի, եւ դա մեծ թիվ է, փոքր թիվ է, ոնց է շուկան փոխվելու։ Օրինակ անցած տարի որ 8000 քվոտա էին տվել, 3000-ը դիլերների համար, 5000-ը համ ՍՊ-ների համ ֆիզանձանց համար, շատ արագ սպառվեց այդ 5000 հատը, որի նպաստողն էլ մենք էինք, ու 500-ից 700 մեքենա ունեինք այդ ընթացքում։ Իսկ այս տարի 15000 քվոտա են տվել, դեռ պարզ չի, քանի հատ է կտան ֆիզանձանց, քանի հատ կգնա դիլերներին, պաշտոնական ներկայացուցիչներին Հայաստանում, բայց էլի սպառվելու է միանշանակ եւ ինձ թվում է 20-25000 մեքենա կվաճառվի 26 թվին։ Այդ իսկ վաճառով մենք հիմա մեր սպասարկման կենտրոններն ենք մեծացնում, ես տեսնում եմ ապական թե ինչ է կատարվելու։ Շատ ահռելի մեծ տարածք ենք վերցրել ու կառուցում ենք, որ այդ սպասարկումը շատ կարեւոր է, էլի, որ այդ պատոկը կարողանանք սպասարկենք։ Հասկացա։ Եվ դու ունես նաև ամենամեծ տեսականին, այսինքն քո խանութներում մոտ 100 անուն մեքենա կա, դա ինչու է պայմանավորված։ Սովորաբար ընկերությունները 1, 2, 3, լավ 5, լավ 10 տեսակի բրենդ են ներկայացնում իրենց մոտ, քո մոտ 100 տեսակի է։ Ոնց է ստացվել, որ այդքան բազմազան է քո ապրանքացանկը ու ինչով է պայմանավորված։ Մենք չենք հիմնվել ոնց որ մի բրենդի վրա ու այդ մի բրենդը զարգացնենք, որտեվ մուլտի բրենդը այսօր ոնց որ ավելի շատ պահանջարկ ունի, ենթադրենք մեկը դոնքվենք չի ուզում է BYD Sigur կամ BYD Yuan-Up, մենք տեսականին ապահովում ենք եւ մուլտի բրենդի վրա ենք համ շեշտը դրել, համ էլ պաշտոնականներն ենք վերցրել։ Այս վերջերս Չինաստան էինք գնացել շուտով 2026 թվականին կունենանք նաև նոր պաշտոնական մեքենաների ձեռքբերում, որը շուտով հանդես կգանք։ Որն է, եթե կարաս ասես թե գաղտնիք։ Եթե կարելի է չասեմ։ Okay, շատ լավ։ Եվ մի հարց էլ էլեկտրական մեքենաներից ու արդեն անցնենք Արմեն Աբրահամյան գործարարին, հա, ինչ շատ հետաքրքիր ես դու որպես գործարար, ոնց ես sense մեծ մասշտաբի գնացել, ոնց ես հաջողել, ոնց ես կարողանում քո շուկայում քո նիշան պահես, ու որ ամենակարևորն է քո մեջ ինչն է ինձ շատ sense ասած դուր գալի փողային հարցերում դու շատ sense հստակ ես, եթե ինչ որ մի բան ես ասում, այդ հստակ անում ես, ու դա այսօրվա գործարար աշխարհում շատ թանկ որակ է։ Երբ որ մարդը փողային հարցերում եւ առհասարակ բիզնեսում պայմանավորվածություններին շատ լուրջ է վերաբերվում ու կարող է դու մի ամիս առաջ ինչ որ բան ասես, մի ամիս հետո եւ այդ կապված ու դա անես, նույնիսկ այն ժամանակ, երբ որ դիմացի կողմը կարող է մոռանա դրա մասին, այդ շատ բարձր որակ է։ Ու ինձ հետաքրքիր ես դու որպես գործարար, դրա համար կուզենայի ամփոփելով էլեկտրոմոբիլների թեման եւս մի հարց տալ ու արդեն անցնենք քեզ քո անձին, ինչ ես կարծում, ոնց ես տեսնում առհասարակ ավտոպրոմը եւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ինչա լինելու բենզինային մեքենաների հետ։ Եվ ես ունեմ երկու հատ բենզինային մեքենա, մեկը Porsche, մեկը Lexus է։ Անապահ վաճառեք։ Ինչ է սպասվում այդ շուկային։ Հատկապես երկրորդային շուկային, որտեղ ասենք նույն, չգիտեմ, լիստեեմով, ավտոեմով լիքը առաջարկներ կան, ինչա լինելու այդ շուկայի հետ։ Օրինակ 15 օր Չինաստան մնացի, մի քանի օր առաջ եմ եկել ու Չինաստանի շուկան շատ է ուսումնասիրում, քայլում ես դու, ոչ մի շշուկ չկա, որտեղ 95% էլեկտրոմոբիլներ են։ Ու օդն էլ մաքուր է, օդը մաքուր, ոչ մի աղմուկ չկա, չես լսի սիգնալի ձայն, չես լսի մի հատ ասենք բենզինով մեքենայի դռունի ձայները, չգիտեմ, հանգիստ, այնց խախանդ էր անցնում, այնց հանգիստ էր անցնում, ես էլ շատ կուզենայի, որ
մեր Հայաստանը անցում կատարեն բոլոր էլեկտրոմոբիլների, քանի որ ինքը անաղմուկ է, չի աղտոտում, օդը մաքուր է լինում, այնտեղ ճիշտ է, ակումուլյատորների խնդիր կա, որ ասում են անընդհատ այդ է, էլի այդ հարցն է, որ մարդկանց ուզում է, թե ինչ է լինելու այդ ակումուլյատորների հարցը 8-10 տարի հետո, այդ ակումուլյատորներ գալու է ժամանակը, որ լրիվ գնալու է Չինաստան, հետ նորից վերամշակվի։ Իսկ Հայաստանում չի ուտիլիզացվելու էլի։ Մենք այդ առումով աշխատանքներ ենք կատարում, դա կլինի երևի էլի մի բիզնես ճյուղ, որ մենք կհիմնենք ու այդ մասով ոնց որ ասած կնպաստենք դրան, որ ակումուլյատորները կարողանանք արտահանենք Չինաստան վերամշակման։ Նաև մի քանի զավոդներ ենք մանեկել, խոսել, այդ մասով իրանք շատ հումքի կարիք ունեն, որովհետև հիմա ասենք միլիոնավոր մեքենաներ է վաճառվում ու պատկերացրեք միանգամից գնալով շատանում է, Այո։ այդ պահանջարկը շատ է լինում մետաղի։ Որքանով կարացա հարցին պատասխանել։ Ես ստացա իմ հարցի պատասխանը, ինձ նաև նոր մեքենաների շուկան է հետաքրքիր, այսինքն նոր բենզինային մեքենաներին ըստ քեզ ինչ է սպասվում։ Բենզինային մեքենաների վաճառքները ինձ թվում է կիչնի, որովհետև 2026 թվականին շատ եմ ուսումնասիրել, բոլորը շատ ուժեղ մրցակցային լիքը տարբերակներ են առաջարկելու, զավոդները մեկը մեկին ոնց որ մրցակցելով ու շատ ուժեղ գիգանտներ են իրենք, անընդհատ նոր մտահղացումներ են իրականացնում, որ բենզինային մեքենաներին կուլ տան, ոնց որ ասած ու չլինեն գլոբուսի վրա, ու չինացիների կարգախոսը նրանում է, որ իրանք վերջ դնեն Mercedes, BMW կամ ասենք աշխարհարչակ ճանաչված մեքենաները, իրանք ամբողջ ուշքումիտը էդ է, որ վերջ տնեն, ասենք ճանաչված դարերով եկած այդ բենզինային մեքենաները, իրանց ուշքումիտը էդ է, էլի որ կուլ տան եւ աշխարհը գրավեն էլեկտրոմոբիլներով ու հիբրիդային մեքենաներով։ 2026 թվականին շատ էլի մեծ բում է լինելու, ավելի լուրջ բաներ են առաջարկելու շուկայում եւ ինձ թվում է, ով որ անցում է կատարել էլեկտրոմոբիլի, հաստատ իրենց այդ բենզինային մեքենաները չեն վարում, հայաթում կանգնած են, այդ թվում ձերը Գրիգոր ջան։ Բայց հանուն անկեղծության ասեմ, մեկ հաճույք եմ ստանում վարելուց, որովհետև քիչ ուրիշ է, այդ ավտոմատ փոխանցումը տուփը փոխելը, բանը կամ չգիտեմ։ Մեկ։ Հա, մեկ։ Մեկ ամիսը մի անգամ կամ երկու ամիսը մի անգամ։ Մեկը սենց ասեմ, էլի, բենզինային մեքենաները լինելու են ուտիլ, չեն իմանա ինչ անեն։ Հա, որտեվ գնալով անընդհատ կատարելագործվում շուտա ծախենք։ Հա, վաճառեք միանշանակ, անապահ վաճառեք։ Դե նայ, էլեկտրոմոբիլը իմ կարծիքով մի հատ շատ կարևոր թերություն ունի, դա այնա, որ այդ մեքենաների մեջ էներգիա չկա, մի տեսակ նոր մեքենա ես վարում եւ չես զգում այն նորի հաճույքը, էլի, որ ասենք կար բենզինային այդ տրադիցիաներ ունեցող բրենդների մոտ։ Թե ընկերությունը 100-120 տարեկան է կամ ավելի մեծ կյանք ունի, որոշակի խարիզմա է ձևավորվում այդ մեքենայի մեջ եւ BMW-ն իր խարիզման ունի, Mercedes-ը իր խարիզման ունի, Porsche-ն իր խարիզման ունի ու այդ մոդելները վարելուց օրինակ ես իմ վրա նկատել եմ, որ եթե ճապոնական մեքենա եմ վարում, իմ համար մեծ հաշվով ճապոնական ինչ կվարեմ, բայց եթե գերմանական եմ վարում, ես Porsche եմ վարել, ես ուզում եի հաջորդը էլի Porsche լիներ, սենց, այսինքն բրենդը կապում է իրան, դու էմոցիոնալ ոնց որ iPhone-ը, հա, iPhone-ի հետ եթե մի անգամ iPhone ես օգտագործում, հետո այդ բրենդի հետ կապվում ես։ Իմ կարծիքով էլեկտրական մեքենաների մեծ թերությունը դա այդ խարիզմայի պակասն է։ Իմ համար մեծ հաշվով այդպես կապ չի ստեղծվում մեքենայից, էլեկտրական մեքենայից, բայց գերմանական բենզինով մեքենայի հետ այդ կապը կա։ Շատ լավ, մենք դե հազարավոր մեքենաներ ենք վաճառել 3 տարվա ընթացքում ու դա ահռելի մեծ ցուցանիշ է։ Մենք հաճախորդներ ունենք, որ արդեն 5-րդ մեքենան է առնում մեզանից էլեկտրական ու նաև տվյալ հաճախորդը ուղղորդել է հարյուրավոր հաճախորդների մեր մոտից, որ գնեն մեքենա, այսինքն եթե տվյալ հաճախորդը 5-րդ մեքենան առնել է մեզանից, գնել է մեզանից, այն որ վերջ է դրել էլի բենզինային մեքենաներին, որ միշտ հրաժարվել է։ Հա, ասենք, չգիտեմ,
յուղ փոխելը լիքը խնդիրներ առաջացնում։ Ճիշտ է, էլեկտրոմոբիլներն էլ խնդիրներ ունեն, բայց ամենակարևորը, որ ովքեր որ մեր մոտից ձեռք են բերել, ժամանակին սպասարկվում են, մենք խնդիրները չենք թողել հաճախորդներին, խնդիրները մերն է, էլի, հաճախորդը մեզանից ձեռք է բերում մեքենան ու վсё, ինքը չպիտի խնդիրի մասին մտածի, խնդիրները մերն է, հաճախորդը պետքա գնի եւ վայելի։ Մենք ժամանակին սպասարկում ենք, ոչ մի խնդիր չի տալիս մեքենաները եւ վայելում են հաճախորդները։ Ընդունված է ասել, որ բենզինային մեքենաների մեջ ամենահուսալին դա Lexus-ն է, իսկ էլեկտրական մեքենաների մեջ ով ունի այս համբավը։ Ճիշտ եք ասում, Lexus-ը ես 15 տարի Lexus եմ քշել, վարել։ Եվ երբ որ անցում կատարեցի էլեկտրոմոբիլի, այդ Lexus-ը ձեռք էի բերել $42,000 եւ 16,000-ով արագի մեջ վաճառեցի գնաց, որտեվ կոմֆորտը ուրիշ է էլեկտրոմոբիլների։ Որակապես, եթե ժամանակին սպասարկվեն, բոլոր էլեկտրոմոբիլներն էլ որակ ունեն էլի։ Այսինքն չկա այդպես որ առանձին մոդել, որ ասենք ամենահուսալին իրանք են։ Օրինակ Չինաստանում տաքսիները որ մեքենաներն են օգտագործում։ Polestar-ները։ Polestar կա ու այնտեղ հիմնականում բան են վարում։ Եվ BYD, հա, Չէ, Dongfeng։ Dongfeng։ BYD ես 1000-ից 1 էի տենում, Dongfeng էին վարում, որտեվ Dongfeng-ների հենց ակումուլյատորները, քաթել ակումուլյատորներն են, որը շատ երկարակյաց է եւ Dongfeng էին վարում, որի պաշտոնական ներկայացուցիչը մենք ենք նաեւ էլի։ Dongfeng-ը իդեպ մեր ակումբում ծնված գործընկերության արդյունքում ձերը դարավ չէ, մեր ընկերոջ Կարենի Կարենը ներկայացնում, հետո Կարենը փոխանցեց քեզ։ Ես ինչ եմ հիշատակում սա, որտեղ մեր ակումբը գործընկերության մասին է ու ես միշտ ուրախանում եմ, մի օր էլ որ դու նշեցիր, որ մեր ակումբից բազմաթիվ գործարաններ հենց քեզանից մեքենա են գնել եւ միշտ ես դրական հետադարձ կապ եմ ստացել իրանցից գնելուց հետո էլ ինչ հարց եղել է ոնց եղել է միշտ ոնց որ տղերքը գոհ են մնացել որովհետեւ ակումբն էլ գիտես նենց է որ ցանկացած վատ քեզ շատ ավելի արագ է տարածվում այս բային մենակ դրականը կարամ ասեմ ու հիշատակեմ որի համար ես քեզ որպես ակումբի նախագահ շատ շնորհակալ եմ եւ նաեւ վստահ եմ ես հանուն արդարության ասեմ ես ինքս մեքենա եմ ձեռք բերել գիտես մեր մյուս ակումբակցից իդեպ էլի շատ գոհ եմ շնորհակալ եմ Xpeng-ի համար մեր Արթուրին հանուն արդարության ասեմ ոնց որ ես այդ մոդելը սիրեցի ու այդ մոդելը բերեցի ու ես նրա կողմնակից եմ որ ակումբում բոլոր մեր ընկերներն էլ ովքեր զբաղվում են այս բիզնեսով էլի ունենան գործընկերներ աշխատեն ակումբում եւ ոնց որ ամեն մեկը իր հաճախորդ ունի էլի ասենք Կարենը, եթե մեզ լսելու է, այո, կլսի Կարեն ջան, քեզ շնորհակալություն։ Կարենը ասաց, որ Արմեն ջան, Dongfeng-ը ես եմ վերցրել պաշտոնականը, բայց ուզում եմ, որ վաճառեմ եւ ինձ առաջարկեց, ես գնեցի մեքենաները ու պաշտոնականը ես դառա։ Կարեն ջան, եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն։ Ընտիր։ Հա, ու Կարանիմ հյուրը լինելու է, հա։ Մենք խոսանք, հիշատակենք այս թեման։ Ու ասեմ, որ Dongfeng-ի մասով ես ուսումնասիրեցի, Dongfeng-ը 18 ճյուղով արտադրություն ունի, ինքը դարեդար եկած բրենդ է, այդ թվում ռազմատեխնիկա է արտադրում Dongfeng-ը։ Իսկ հիմիկվա այս դիզայնն էլ է շատ սիրուն, ոնց որ Porsche Cayenne լինի, չէ՞, նման է։ Porsche ու Lexus-ի հավաքածու է։ Հա, հետաքրքիր է։ Այսինքն ռազմարտունաբերությունից եկել են միջև քաղաքացիական ավտոպրոմ էլի, հա։ 18 ճյուղով ինքը արտադրություն ունի, Dongfeng-ը ու տարբեր անուններով։ Օրինակ մերը Dongfeng Forting Friday-ն է։ Եվս Dongfeng-ի պաշտոնական կա Հայաստանում։ Տարբեր անուններով։ Շատ լավ։ Դե ինձ թվում է այս թեման բոլորին հետաքրքիր է, ինչա կատարվում է շուկայում, ուրա գնում շուկան, շատերը արդեն ձեռք են բերել էլեկտրական մեքենա, շատերը դեռ այդ ճանապարհին են, ընտրում են, եթե ուզում եք ընտրեք որակյալ մեքենա եւ ստանաք որակյալ ծառայություն, էլի վստահորեն կոչ եմ անում դիմել Արմենին, Արմենի ընկերությանը, Eco Motors-ին, եւ հիմա անցում կատարենք քեզ որպես գործարար, ինձ շատ հետաքրքիր գործարար ես դու, նշեցի մի դրվագ քո մասին, նաեւ մյուսը կուզենամ ասեմ, շատ գործարաններ մրցակցային պայքարի մեջ մտնում են գնային բանով, հա, ոնց որ գին իջացնելով, երբեմն դեմպինգով եւ այլն։ Դու իմ ճանաչած այն քիչ գործարաններից մեկն ես, ով լրիվ ուրիշ ճանապարհով է գնում,
մեկ-մեկ ինձ կարան ասեն, որ Արմենի մոտ գինը բարձր է, բայց ես դրա տրամաբանությունը հստակ գիտեմ, ինչա մտնում այդ գնի մեջ, հա, ինչքան հավելյալ բան կա դրա մեջ, հա, ոնց որ, բայց դու գնի մասով բան չունես, էլի, էս էլ էժան անեմ, $100 էժան անեմ, մի հատ էլ $100 անեմ, որ ինչա քեզանից օգտվում։ Դա խոսում է գործարարի ուժի մասին եւ իր ոնց որ ընտրած քաղաքականության մեջ վստահության մասին է խոսում։ Կուզենայի մի քիչ քեզանից պատմեիր, քո կարծիքով ո՞րն է քո հաջողության հիմնական, չգիտեմ, 3 գործոնները կամ ոնց է ստացվել, որ դու այսքան արագ, այսքան էլի էժան չվաճառելով ուրիշներից, sense լավ շուկայում քո տեղը զբաղացրել ես։ Շատ լավ հարցեր Գրիգոր ջան։ Ես իմ Միրգ բանջարեղենի խանութները, որ Սասերի կողքն ա եղել, Պարմաների, ես նաև Սասից թանկ էի վաճառում Միրգ բանջարեղենը, ու գալի մտնում էին իմ խանութը, տեսնում էին, ասում են, ես ինչ թանկ ես վաճառում էլի, բայց որակը տեղն էինք պահում, յուվելիրնի որակ էինք տեղը պահում, որ մենք անում էինք Սասից 10 անգամ ավելի շատ առևտուր, մեր շրջանառությունը Սասի մրգի բաժնից 10 անգամ ավելի շատ է շրջանառությունը, ու թանկ վաճառելով, ես միշտ էժան վաճառելը բոլորն էլ կարան։ Պետքա դու կարանաս այնպիսի գնով վաճառես եւ այնպիսի ծառայություններ մտցնես դրա մեջ, որպիսի տարբերվես բոլորից։ Հերթական թե չէ կլինեի ես էլ հերթական այն մնացածի պես, ովքեր որ կարճաժամկետ իրանց գումարները աշխատում են ու իրանք երկարաժամկետ չեն նայում այս գործը։ Ես երկարաժամկետ եմ տեսնում այս գործը ու ֆուլ հաճախորդին ոնց որ կապում ենք մեր հետ սպասարկման հետագա քայլերով եւ ինչի համար ոչ թե թանկ վաճառել, այլ նորմալ գնառաչարկ տալ եւ իրա մեջ լինի ծառայություններ, որ հետագայում դու սպասարկում ես հաճախորդներին եւ կոմպենսացնես։ Հասկացա։ Շատ լավ։ Իսկ էլ ինչ գործոններ կան, որոնք քո կարծիքով քո հաջողությունն են ապահովել, կամ սկզբունքներ բիզնեսում, կամ ինչ որ անձնային հատկություններ, որը քո մոտ կա, վաճառելը արդեն գիտենք, որ ստացվում է, ու շատ լավ է ստացվում։ Ես Eco-Motors հիմնելով այդ սկզբնական շրջանում Մանթաշյանց ակումբի անդամ էի եւ Կլուբ Կապիտալի ակումբի անդամ էի, ես շատ էի շփվում ընկերական բոլորի հետ եւ ոնց որ ասած ոչ թե հետագա այլ sense բաների համար, որ կապեր ձեռք բերեմ իմ բիզնեսը առաջ տանեմ, միշտ տալու գաղափարով էի ես բոլորի հետ շփվում եւ Eco-Motors-ը որ հիմնեցի եւ թե Կլուբ Կապիտալի ակումբի անդամները, թե Մանթաշյանց ակումբի անդամները ինձ վստահելով օրինակ պայմանագիր էինք կապում, ենթադրենք $20,000, $30,000 փոխանցային, որ ես մեքենան ձեռք բերեի, իրանք առանց որևիցե մի վարքյան մտածելու փոխանցում էին, որովհետև դավերիա էին անում ինձ եւ ակումբները շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ բիզնես ոլորտի վրա, որ մի անգամից սրընթաց աճ ունեցա, որի համար շնորհակալ եմ ձեզ Գրիգոր ջան եւ Մանթաշյանց ակումբի հիմնադիրներին։ Ակումբները մեծ արդյունք են տալիս, որին խորհուրդ կտամ լիքը մարդկանց մտնեն ակումբներ։ Շնորհակալ եմ քեզ գնահատականի համար, այդ նաև նրանից է, որ դու կարող ես հարաբերություն ստեղծես, այդ հարաբերությունը պահես, որովհետև ինքը ակումբը անզոր է, եթե գործարարը նախաձեռնող չի ու ինքը այդ տալու настрой չունի ակումբում։ Շատ գործարաններ կան, որ ակումբից չեն վերցնում այնքան, ինչքան դու ես կարող վերցնես, որովհետև նաև չկա այդ նախաձեռնողականությունը գալ, շփվել, ծանոթանալ, գործարքի մեջ մտնել, հələ գործարքի մեջ մտնելը հարցի կեսն է։ Գործարքի մեջ մտնելուց հետո նաև պետք է այդ գործարքից դուրս գալ, ամեն անգամ քո սոցիալական կապիտալը ավելացրած, որովհետև մի բանա գործարքից շահույթով դուրս գալ, մի բանա գործարքից դուրս գալ նաև հեղինակության պրոֆիցիտով, ավելցուկով, այդ դա ամենակարևորն է, եթե գործարարը կարող է դա անի, հաջորդ գործարքի մեջ մտնելուց ինքը արդեն մտնում է եւ այն նախորդի շահույթով եւ պլյուս այն հեղինակությունը, որը ձևավորվել է։ Դա շատ կարևոր է։ Միանշանակ Գրիգոր ջան, ասեմ, ես շփվող եմ, շատ շուտ մերվում եմ ու շատ շուտ հարաբերություններ եմ ձեռք բերում եւ տալու գաղափարով եմ շարունակում շփվելը, ընկերանալը
կլուբ կապիտալից լիքը ընկերներ ունեմ, Անտաշյանց ակումբի լիքը ընկերներ ունեմ եւ ես 4 ակումբի անդամ եմ, ոնց որ հետո լսելու են ինձ, ասելու են, բա BS Cosmo-ում չկաս հիմա կամ Rexus-ում չկաս։ Բոլոր տեղն էլ կամ 4 ակումբներում էլ կամ բոլոր տեղից էլ լիքը լավ ընկերներ ունեմ ու շփվում եմ տալու գաղափարով։ Այսինքն, եթե դու տալու գաղափարով ես շփվում, 100 պատիկը ստանում ես։ Մի օր գալիս է ու ստանում ես եւ շատ ուրախ եմ, որ ակումբներում կամ անավանդ կլուբ կապիտալում Գրիգոր ջան։ Ուրախ եմ, փոխադարձաբար։ Շատ լավ ընկերներ ունեմ կլուբ կապիտալից եւ նաեւ մարդիկ կան, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ մեքենան են առել ինձանից։ Ընտիր։ Դե գանք Ուզում եմ ասեմ, կներեք, ուզում եմ ասեմ, որ երբ որ մարդիկ մտածում են միայն վերցնելու նպատակով, դա չի ոչ մի ստացվում։ բան չի ստացվում, այո։ Պետքա տալու գաղափարով գան, շփվեն եւ այդ տալու գաղափարը կլինի, էլի։ Ընտիր, հիմա գանք քո վերջի պրոյեկտին, դու Չինաստանում էիր ու ասացիր, որ նոր ընկերություն ես հիմնադրել, ինչով ես զբաղվելու այդ ընկերությունը եւ ինչ հետաքրքիր բան ես բերելու, առաջարկ ես բերելու շուկա։ Ես 15 օր որ եղել եմ Չինաստանում, Մարկ Մարկոսյանի եւ չինացի գործընկերների հետ հիմնել ենք, այսինքն իրանց բաժնեմասից ես ունեցել եմ 33%, ոնց որ ասած, պարզ կարամ ասեմ ու պահելու բան չունեմ, խաբելու բան չունեմ։ Իրանք 250 իրավաբանական ծառայություններից բաղկացած իրավաբաներ ունեն։ Լիքը ծառայություն ենք մենք մտցրել, շուտով հանդես կգանք այստեղ մարքեթինգ անելով, հիմա այդ փուլում ենք, մեր մարքեթինգի ղեկավարի հետ կազմակերպում ենք, որ նկարանուններ անենք ու հանդես գանք բոլոր ակումբներում։ Սկսած օրինակի համար, ասենց մի հատ օրինակ բերեմ, ենթադրենք ակումբից ինչ-որ մեկը ուզում է Չինաստանի զավոդից տեխնիկա առնի կամ ոսկագիծ առնի կամ չգիտեմ ինչ առնի, մենք իրավաբանական ծառայություն ունենք, որ նախ մեր կազմակերպությունը ուսումնասիրում է տվյալ չինական կազմակերպությունը, քանի տարվա կազմակերպություն է, ինչ դատական պրոցեսներ կա իր վրա, իր ֆինանսական գործունեությունը ինչ աստիճանի վրա է, ինքը արդյոք գցելու այդ գումարը, թե չի գցելու, որտեղ Չինաստանում դա շատ ահավոր տարածված է, միանշանակ ու հիմնականում այսօր մի հատ քեյս եղավ, ինվոյս են տվել գրել հաճախորդին, ինձ ցույց տվեց, ասում եմ 100% գցվելու է այս գումարը, էլի չփոխանցես, ասում եմ ոնց, ասում եմ որովհետև Հոնկոնգի հաշվի համար է տվել չինացին ու Հոնկոնգի հաշվի համարը օֆշորային գոտի է։ Ոնց որ մենք Հայաստանում բիզնես անելուց լինենք ու Ecomotorsը հաշվի համար չունենա, ասենք օրինակ, չգիտեմ, Կիպրոս, չէ, Ղարաբաղի խոսքի հաշվի համար տա, այտենց ասեմ էլի։ Ղարաբաղի հաշվի համար տա։ Ու նույն ձևի ընդեղ է այտենց։ Եթե դու Չինաստանից ինչ-որ բան ես առնում, պետք է անպայման Չինաստանի հաշվի համար լինի, ոչ թե Հոնկոնգի։ Երրորդ բիզնեսը, որ հիմնել եմ, եւ այդ բիզնեսի անունը կոչվում է One Hub, որի մեջ մտնում է 50 բրենդի պաշտոնական ներկայացության ապրանքները, ապրանքատեսականին, եւ էլի մեքենաների ոնց որ ճյուղով ենք զարգացնում։ Հիմա արդեն ոնց որ նոր ուղղվածություն է, ինքը լրիվ պայստամասեր է, 50 բրենդի պայստամասեր է։ Okay։ Կա արդեն, հա, Հայաստանում ներմուծել եք պայստամասերը։ Ներմուծել ենք, ճանապարհին է գալիս է արդեն, էլի շուտով կհասնի եւ վաճառքները B2B է։ Okay, դուք նաև խոշոր հարկատու եք, չէ՞, Ecomotorsով, ճիշտ եմ հասկանում։ Մեր հաճախ հնչող հարցերից մեկը ինչքան է բիզնեսի շրջանառությունը, եթե իհարկե դա եթերում հայտարարելու թիվ է։ Միանշանակ հայտարարելու թիվ է, հիմա մենք համ հարկային ստուգումներ անցանք, համ աուդիտ անցանք, շուտով նաև դա օրենքով պահանջված է, որ մենք մեր թվերը հրապարակենք։ Շուտով կհրապարակենք մեր թվերը, թե քանի մեքենա ենք վաճառել, ինչքան հարկ ենք վճարել, ինչքան օգուտ ենք ունեցել։ Մենք այս տարի մինչև այս պահը 600 մեքենա ենք վաճառել եւ խոշոր հարկատուների ցանկում ենք 490-րդն ենք։ Okay։ Կասես ինչ պլաններ ունես ապագայում մոտակա 5 տարիներին,
բիզնեսում էլ ինչ նոր պրոյեկտների մեջ ես քեզ տեսնում ու եթե հաջորդ ոլորտը նայենք, որը կարող լինի քո հաջորդ ոլորտը էլեկտրոմոբիլներից հետո։ Հաջորդ ոլորտը, ասեմ, մենք Ծաղկաձորում կոտեջներ ենք սարքում, նու 7 հատ արդեն կոտեջներ ենք սարքել, գալուq տարի պատրաստ կլինի արդեն շահագործմանը, ինձ տեսնում եմ արդեն 4 գործի մեջ, ոնց որ ասած, Պինդ ֆունդամենտի մեջ, ֆունդամենտի մեջ, ասենք հողատարածքներ առնելով, վաճառելով, տներ կառուցելով եւ ոնց որ սպասենք նաեւ Արմեն Աբրամյանի կառուցապատման ոլորտը։ Անշարժ գույքի գործակալության այդ անշարժ գույքի մեջ։ Հասկացա։ Լսի, բանը լրիվ մրգերը լրիվ թողեցիր, ինչ եղավ մրգերի բիզնեսի ճակատագիրը։ Մերքերի ճակատագիրը քիչ-քիչ ոնց որ ասած բան արեցինք, վաճառեցինք մի հոգու բիզնեսը նորմալ արժեքով եւ դուրս եկանք այդ ոլորտից, բայց իրանք չկարողացան պահել։ Գիտես ինչն է կարևոր, որ կյանքում պահեր են լինում նոր ավելի մեծ բան ստեղծելու համար կարիք է լինում հինը, որը արդեն կայացել է, արդեն օգուտ է բերում քեզ, դա կարողանալ բաց թողել։ Իրականում այդ անցումը, որ դու արել ես, շատ կարևոր ու ստրատեգիական քայլ է եղել, վստահ եմ շատ գործարարներ կան նույն ձևով կարան մի բան թողեն մյուսը սկսեն ավելի մեծ հաջողություն ունենալով, բայց չեն թողում։ Իրանց ոնց որ այդ հինը ափսոսում են, տարիներ են դրել դրա մեջ, ժամանակ են դրել, բայց կան բիզնեսներ, կան նախագծեր, որոնք ինչ որ մի պահից հետո պետքա թողել։ Միանշանակ առանց որևիցե վարքյան մտածելու կարան ավելի 10 անգամ լավ ոլորտի մեջ մտնեն ու 10 անգամ ավելի մեծ շրջանառություններ ունենան ու ավելի 10 անգամ կրճատեն իրենց զբաղվածությունը։ Շատ կարևոր էր, որովհետև կա այսպիսի խոսք, որ այն միլիոնը, որը դու աշխատում ես քո մասնակցությամբ, եւ այն միլիոնը, որը աշխատում ես ոչ քո մասնակցությամբ, այլ բիզնեսն է աշխատում, դրանք երկու տարբեր միլիոններ են։ Միանշանակ ես զգացել եմ կոնկրետ Eco-Motors-ի մասով, ճիշտ է շատ ջանք ու եռանդ եմ ներդրել, այսօր էլ ներդրում եմ, բայց աշխատում եմ այդքան չխառնվեմ լիքը ոնց որ բիզնես պրոցեսների մեջ, շատ անգամ ոնց որ ավելի շատ ես խանգարում եմ, որ խառնվեմ, քան որ թողում եմ իր հունով գնում է եւ մեր թիմը ոնց որ ասած լուծումները տալիս են, անցնում են առաջ։ Դրա համար էլ ես ազատ ժամանակ փորձում եմ ունենալ, որ ավելի ուրիշ բիզնեսների ուրիշ բիզնես ոլորտի մեջ մտնեմ։ Եթե հիմա օրինակ քո ինչ որ ընկերություններից մեկում զանգեն քեզ եւ տարվա վերջ ասեն, որ չնախատեսված մի հատ, չգիտեմ, $1 միլիոն շահույթ կա այդ բիզնեսում, որևէ ոլորտում, կարող է նույն անշարժ գույքի ոլորտում կամ ինչ որ մի գումար, որը չես պլանավորել ու տարվա վերջ ստանալու ես այդ 385 միլիոն դրամը։ Ինչ կանես այդ փողի հետ։ Նախ կուսումնասիրեմ եւ առանց մտածելու կանեմ։ Բիզնեսում կօգտագործես, թե քո համար կծախսես։ Չէ, բիզնեսում։ Միանշանակ բիզնեսում կօգտագործեմ։ Լավ, իդեպ այս հարցը տալիս եմ իմ հյուրերին, բոլորը այդ են ասում, որ այդ $1 միլիոն կօգտագործեն բիզնեսում։ Իսկ չկա բիզնեսից դուրս ինչ որ ոլորտ, որտեղ հաճույքով այդ գումարը դուք կծախսեք։ Որտեվ բոլորը ասում են բիզնեսում, օքեյ։ Օրինակ, ինչ ոլորտում։ Դες օրինակ ասեցի նախորդ ոդկասթի ժամանակ, որ $100,000 երկու տարվա իմ սաղ ճամփորդությունները կպլանավորեի, 20 ճամփորդություն, մոտավորապես ամիսը մի ճամփորդություն է գալիս, 20-ից $5,000 կառանձնացնեի ու դիմացի երկու տարվա իմ բոլոր ճամփորդությունների տոմսերը, հյուրանոցները, ամեն ինչ հիմա կվերցնեի ու կիմանայի, որ ես առաջիկա 2 տարում SSS երկրներում պետքա լինեմ, SSS հյուրանոցներում եւ այլն, այսինքն $100,000 հաստատ ես կծախսեի այդ ուղղությամբ։ Շատ լավ, օրինակ ես սենց եմ էլի մտածում ու սենց եմ անում իմ հանգստանալու մասով որ կազմակերպում եմ։ Տարին ոնց որ այնց պլան եմ դրել իմ առջև, որ 4-ից 5 անգամ ընտանիքիս հետ պետքա հանգստանամ անպայման եւ իմ հանգստանալը սենց եմ կազմակերպում։ Կնոջս ասում եմ տոմսար մի շաբաթից գնում ենք հանգստանալու։ Ասում եմ, բայց Զարանի ասեիր, ասում եմ, չէ, всё, այսօր ես որոշել եմ, հենց հիմա տոմսերը առնում ենք, մի շաբաթով գնում ենք հանգստանալու հետ գանք։ Ու ես այտենց հանգստանալու մասով Զարանի չեմ պլանավորում, էլի։ Ոնց որ տարին որոշել եմ 4-5 անգամ գնամ ու ակնթարթորեն ենք այդ ամեն ինչը կազմակերպում հանգստանալու մասով։
Իսկ եթե $1 միլիոն որ լիներ ուրիշ բիզնես ոլորտի մասով ներդնեի, իհարկե $1 միլիոն չէի ներդրի, բայց որոշ չափով կներդնեի։ Կարող ասես $1 միլիոն փող չի, քիչ է, դրանով ինչ անես։ Էդ էլ կարաս ասես, բայց հետաքրքիր է, քանի որ գործարարները ամբողջ ռեսուրսը, էներգիան դնում են բիզնեսի մեջ, բայց կյանքն էլ պետք է ապրել, պետք է նաև սահմանը լինի, որովհետև 7 օր աշխատել, օրը 24 ժամ աշխատել, այդ ամեն դեպքում կյանքը անցնում է։ Միանշանակ ես Միրգ բանջարեղենի գործի ժամանակ շատ եմ աշխատել, գիշեր-ցերեկ կարելի ասել, ահռելի աշխատանք եմ կատարել ու Ինչքան է շրջանառությունը այդ բիզնեսի։ Միրգ բանջարեղենի շատ էր։ Անկեղծ շատ էր ու հետո որ անցում կատարեցի էլեկտրոմոբիլների Eco-Motors-ը հիմնեցի, հասկացա, որ կարելի է այնպիսի գործ դնել, որ բիզնեսը մենակ քո այտենց ոնց որ տանելու վրա չլինի, էլի։ Ճիշտ է, ունեի լավ թիմ, ես այդ ժամանակ չէի ուզում ելնեի մեջից, ոնց որ ասած էլի։ Այն տրամաբանությամբ էի գնում առաջ, որ բա որ ես չլնեմ այստեղ, ոնց կլինի, բա որը սենց, բա որը նենց, ու տենում ես ժամանակը, ամիսները, տարիները անցնում են, բայց Eco-Motors-ը հիմնելուց հետո ես вообще ուրիշ ձև սկսեցի մտածել, որ այն որ նախ գնում հանգստանալու գալիս ես, տեսնում ես, որ ոչ մի բան չի փոխվել, էլի ամեն ինչը նույնն է, ու ավելի լավ են աշխատել, քան քո լինելը, ոնց որ ասած։ Պետքա թողնես ոնց որ Ես շատ կարևոր բան ես ասում, երկար ժամանակ մտածել եմ մի հարցի մասին, որ այն բիզնեսները, որոնք նման են հեծանիվին, որ դու հա պետք է այդ պեդալը պտտես որպես սեփականատեր, այդ բիզնեսները ինչքան էլ շահույթ ունենան, իրանք ծախսում են սեփականատիրոջ կյանքը։ Բառից բուն իմաստով իրանք խժռում են սեփականատիրոջ կյանքը։ Այսինքն ոնց որ բիզնեսի ամբողջ վառելիքը դա սեփականատիրոջ կյանքն է, իր ժամանակով, իր ուշադրությամբ, իր էներգիայով եւ նաեւ իր առողջությամբ։ Եվ այդտեղ ոնց որ վառվում է սեփականատերը այդ process-ի մեջ, բայց կան բիզնեսներ, որտեղ դու մի հատ պեդալ ես պտտում, երկրորդ պեդալը կարաս պտտես ենթադրենք 1 կիլոմետր հետո եւս 3 հատ ես պտտում, կարաս պտտես 10 կիլոմետր հետո։ Կան նույնիսկ բիզնեսներ, որ կարաս նույնիսկ այդ հեծանիվից դու իջնես, ինքը շարունակի իր ընթացքը ու հետո գաս ինչ որ կետում էլի միանաս երկու հատ էլ ճիգ գործադրես ու էլի գնաս քո գործերով։ Ամենակարևոր, ամենալավ բիզնեսները նրանք են, որը չի խժռում սեփականատիրոջ կյանքը։ Եվ դու պետքա գտնես այն գործը, որտեղ բիզնեսը կաճի կզարգանա ոչ թե քո կյանքի տարիները խժռելու հաշվին, ոնց որ օրինակ քո մրգերի բիզնեսն ա եղել, այլ բիզնեսը կզարգանա կաճի ճիշտ նիշայում, ճիշտ պահին, ճիշտ տեղում ստարտ անելու շնորհիվ, որը կսնվի նաև այլ էներգետիկ ռեսուրսներից։ Օրինակ քո բիզնեսը բացի քո էներգիայից լիքը այլ սնվելու կետեր ունի։ Մեկը իհարկե դա այսօրնա ժամանակն է, այսօրվա դարում այն բիզնեսը, որը դու անում ես, իհարկե շատ կարևոր է դա։ Երկրորդը իհարկե այն սկզբունքները, որը կա քո բիզնեսում, թիմը եւ մնացած կարևոր կետերը, հա, այսինքն արդեն ունես հաճախորդների բազա, այդ բազայի հետ կարող եք աշխատեք, այսինքն բիզնեսը ունի սեփական էներգիայի աղբյուրները, որը առանց քեզ այդ բիզնեսի կենսունակությունը պահպանում է, շարունակում է ու բիզնեսը կարող նույնիսկ զարգանա։ Եվ ես երբեմն իմ գործարար ընկերներին ասել եմ, տղեկ, փորձեք մի ամիս չզբաղվեք այդ գործով։ Եթե մի ամիս հետո ձեր բիզնեսը հետ է գնում, ուրեմն մի բան սխալ է։ Ուրեմն այդ բիզնեսի գոյության համար դուք վճարում եք ձեր ամենաթանկ ակտիվը, ձեր կյանքը։ Հա, ես հասկանում եմ, որ կան փուլեր, որը դա նորմալ է։ Նո կարա բիզնեսի ստարտի 1-2 տարին լինի, բայց եթե 2-3 տարի հետո էլի բիզնեսը պահանջում է սեփականատիրոջ 100% ներգրավվածությունը, սեփականատիրոջ էներգիան, այդտեղ մի բան սխալ է ուրեմն կառուցած։ Եվ այն ինչ դու ես հիմա նկարագրում, ես մեծ ուրախությամբ սա լսում եմ ու սա նաև ուզում եմ մեր շատ ընկերներ նույնպես վերցնեն եւ նայեն իրանց կյանքում ոնց է։ Անընդհատ պետքա դու այդ հեծանիվի պեդալը պտտես, թե կարաս ինչ-որ պայ թողես ու ինքը առանց քեզ կգնա։ Ու նաև այսպիսի բան էլ քեզ ասեմ, այն բիզնեսները, որը առանց քեզ գոյություն չունի,
այդ բիզնեսները նաև վաճառել, բաժնե մաս վաճառել կամ ամբողջությամբ վաճառել, այսինքն ինքը իրացվելի բիզնես չի։ Դու չես կարող մի օր օրինակ այդ բիզնեսը վաճառես, ու այդ բիզնեսից ելնես ուրիշ բան անես։ Այդ բիզնեսը ամբողջությամբ կապված է ու կառուցված է տվյալ մարդու սպეციფიկ որակներից եւ էներգիայից։ Եվ այս էլ ասեմ, քո կարծիքը կուզենամ լսեմ, նույնիսկ շատ գործարարներ կան, որ սա հպարտությամբ են նշում, որ օրինակ մի շաբաթով գնացի Իտալիա, եկա տեսա ոչ մեկ ոչ մի բան չի անում, ոչ մի բան իր տեղում չի, այսինքն ես որպես ամենակարող սուպերմեն իմ բիզնեսում անփոխարինելի եմ։ Իմ կարծիքով դա ոչ թե հպարտանալու առիթ պետքա տա, այլ հակառակը դա պետքա մտահոգվելու տեղ տա, որ դու պետքա անպայման անես գործով զբաղվես, որը քո կյանքի հաշվին չի ապրում, էլի։ Ոնց որ գիշատիչ բիզնեսներ կան, էլի, որ իրանք խժռում են մարդու կյանք, սեփականատիրոջ կյանք։ Շատ ճիշտ եք ասում Գրիգոր ջան, ու հիմա մենք ուզում ենք որ աուդիտ անցնենք ու բաց թափանցիկ կազմակերպություն ունենք, եւ ես քիչ-քիչ այնց եմ արել, որ 50-60%-ով բիզնեսից դուրս եմ եկել եւ տանում եմ նրան, որ այդ բիզնեսը ինքը իրանով աշխատի, որպեսզի ես կարողանամ ավելի շատ ժամանակ ունենամ ու ավելի լուրջ բաներով զբաղվեմ, որտեվ շատ Ecomotor-ը տենց, չգիտեմ, ինչ խոշոր բիզնես չի, որ ես ասել եմ այն կետին, որ միայն Ecomotor-ը ու վեճ, հա, ավելի լուրջ բաներ կա անելու, ավելի շատ գլոբալ մեծ մասշտաբի բաներ կան անելու։ Ecomotor-ը հիմա արդեն իր վաճառքները ամեն օր ունի, մենք ունենք լավ թիմ, լավ ֆինանսիստ, լավ վաճառքի տնօրեն, վաճառքի տնօրենի տեղակալ, տնօրենի տեղակալ, հաշվապահություն ու նաև մեր հաշվապահական այդ թիմին ոնց որ կառավարում է ավելի գլոբալ ուժեղ կարևոր համակարգ է կառուցել կազմակերպության հաշվապահները, այո, մենք նաև ներմուծում ենք տասնյակ $100,000 պահեստամասեր, որը սաղ տարբեր բիզնես ճյուղեր են։ Ecomotor-ի մեջ 10 ճյուղ կա բիզնեսի, որ այնտեղ ոնց որ ասած մեքենաների դզեր փչելու ճյուղն է, սպասարկման ճյուղն է, պահեստամասերի ճյուղն է եւ այլն, այդ տարբեր ճյուղերը լրիվ կառավարիչներ ունենք ու բոլորը կառավարում են այնպիսի համակարգա դրած, թե բոնուսային համակարգերով, թե իրանց ֆուլ աշխատավարձերը ստանալով եւ թե մեր կոնկրետ կազմակերպչական գլխում ով որ կայնած է բիզնեսի ճիշտ կառավարում է այդ ամեն ինչը եւ բիզնեսը իր ունով գնում է։ Ինձ էլ ինչ է պետք, որ ես ասենք իմ ժամանակը բան չանեմ, այդ ձեր ասածի պես չխժռի բիզնեսը իմ ոնց որ ժամանակը, ոնց որ Միր Բանջարեղենի ժամանակահատվածում էր խժռում իմ բիզնեսը, ես ոչ հանգստանալու էի գնում, ոչ ժամանակ ունեի։ Հիմա արդեն լրիվ ուրիշ ձև եմ սկսել մտածել։ Այդ երևի ոնց որ անընդհատ քո մաշկի վրա զգալով մի պահ անցում կատարես եւ որոշում կայացնես այո ու բաց թողես։ Շատ լավ։ Դու 2004 թվականին ապրելով Մարտունիի Ծովինար գյուղում, չէ՞, եկել ես Երևան, այսպես ասած, հաջողություն որոնելու եւ քո մոտ ստացվել է։ Սա շատ կարևոր кейս է, շատ կարևոր պատմություն է սա։ Ես կուզենայի դու այն մարդկանց, ովքեր ուզում են 0-ից հիմա սկսեն, այդ ճանապարհին են, մտածում են իրancs մոտ չի ստացվի կամ լավ ինչ բիզնես անեն։ Այսօր մի ընկերոջ հետ էի խոսում, ինքը Գորիսից էր եկել Երևան ու նստած էինք իմ ընկերներից մեկի հորեղբոր տղան էր ու քննարկում էինք ինչ անեմ, ուր գնամ, շատ կան նման մարդիկ, շատ ու հաստատ քո կյանքի պատմությունը ինչ որ մեկին կարա լիքը օգուտ տա, ոգեշնչի, ուղղություն տա։ Ինչ խորհուրդ կտաս այդ մարդկանց, ովքեր հիմա ուզում են նոր բան սկսեն, կամ Երևանում են ապրում, մայրաքաղաքում, որտեղ հնարավորությունները ավելի շատ է, կամ մարզում են ապրում ու քո նման ուզում են գան ու ինչ որ կետից սկսեն։ Պետք է մտածեն, որ իրանք ինչ անում են, իրանք են պատասխան տալու դրա համար, թե հաջողվեն, թե ձախողվեն, իրանք պետքա պատասխան տալու։ Տոտալ պատասխանատվության զգացում ունենան։ Միանշանակ եւ գործեն ու քիչ խոսեն։ Մենակ գործեն, ամեն րոպե գործեն։ Այ ես օրինակ sense մի գաղափար ունեի, այ ես sense գաղափար ունեմ, ոչ մեկի չեմ ասի։ Մենակ պիտի գործեն։ Ունես այդ գաղափարը, մտածում ես, որ
հաջողության կհասնի, գործի, եթե չստացվեց, ոնց որ գլուխը տվեցիր պատին, այդտեղից հետ արի, ուրիշ բան արա, այնքան մինչև ստացվի քո մոտ, եւ այդ ամեն ինչը մարդու մոտ որ ստացվում է, դա գործելով է ստացվում, էլի։ Ինչ որ մեկը sense չի բերում նվեր տալիս։ Ձախողումներ ես անում, ես հազարավոր ձախողումներ եմ ունեցել։ Նաև Հազարավոր չէ, հարյուրավոր ձախողումներ ու այնպեսի ասենք ունեցել եմ ահռելի մեծ գումար, 10 օր հետո չեմ ունեցել։ Ու տենց անընդհատ իմ աշկի վրա զգալով ընկնելով ոնց որ բան եմ արել էլի։ Եվ ստեղ նաև կարևոր է որ երիտասարդներն իմանան որ կարելի է սկսել ոչ թե մեծ թվերով, այլ նույն $100-ով, որով դու ես սկսել, ու այդ $100-ը պայմանական թիվ է, կարա դա $500 լինի, բայց հաստատ շատ փող պետք չի, որ դու բիզնես սկսես։ Իդեպ 2004 թվին, որ դու սկսել ես, հիմա ավելի շատ հնարավորություններ կան։ Այն ժամանակ չկար Instagram, չկային այդ սոցիալական ցանցերի այս հնարավորությունները։ Հիմա կարելի է չունենալով ոչ մի բան, այդ ապրանքը վաճառել։ Իդեպ քո մյուս կարևոր կետը, որը ես կուզենայի sense մի հատ իրա վրա խոշորացույց պահենք, դա որ դու վաճառել ես առանց ապրանք ունենալու։ Սկսել ես վաճառքից, շատ կարևոր քայլ է բիզնեսում, ոչ թե ներդրում ես արել, փող ես վճարել, այդ ապրանքներն եկել նոր մտածել ես ոնց վաճառես, միշտ այս հնարավորությունը գործարարը ունի։ Սկզբում վաճառի, հետո այդ ապրանքը գտնի, բերի, մատակարարի եւ իր պարտավորությունները կատարի գնորդի մոտ։ Հա, մի միտք էլ տամ, շատ ճիշտ նկարագրեցի Գրիգոր ջան, դու կարաս ուսումնասիրես շուկան, էջերը բացես, ռեկլամ անես, պահանջարկը լինի դրա ու առանց գումարի դու կարաս այդ պահանջարկով սկսես բիզնեսը։ Ես երբ որ 2004 թվին նայում եմ սուպերմարկետա ու սուպերմարկետի մեջ չկա Միրգ Բանջարեղեն ու չկա դիմացի հատվածը Միրգ Բանջարեղեն ու ես $100-ով որ եկել եմ, այդ $100 ընդամենը վարձակալել եմ տարածք, որ ես կարանամ այդտեղ մնամ։ Ու այդտեղ եղել է, ասենք, պատվալում եմ ես տարածքը վարձել ու մի հատ երկաթից կրավատ էր, որ պարկում էր դրա վրա, կպնում էր բանին, հատակին։ Իմ գրպանը вообще գումար չի եղել։ Ես քայլել եմ, տեսել եմ այտենց բան կա, տիրոջն եմ ոնց որ ասած անընդհատ այդտեղ կայնել եմ հասկանալով թե ով է տերը, մոտիկացել եմ, ասել եմ, այ տեսնում եք դուք խոսքի չունեք այս Միրգ Բանջարեղենի բաժինը, ես դες խոստանում եմ, որ դուք ինձ տեղը տաք, ես մեծ շրջանառություն կունենամ, համ ձեզ արենդ կտամ, համ էլ մեծ հոսք կապահովեմ ձեր սուպերմարկետին։ Սենց ոտից գլուխ ինձ նայել է, ասել է խնդիր չկա, այդ որ դու տենց մոտիկացել ես ինձ ասում ես, խնդիր չկա։ Ասում եմ, որ խնդրեմ ինձ 200,000 դրամ էլ փող կտաք, որ ես Միրգ Բանջարեղեն բերեմ, ստեղ վաճառեմ։ Ու տենց ծանոթացել են, գնացել ենք իր կաբինետ նստել խոսացել ենք, ինքը արել է այդ ամեն ինչը, ադուշի իմ խոսելու հիման վրա ինքը հիմնվեց, տվեց, ասեց, անգամ եթե դու այս 200,000-ը ինձ քցես չտասել, ես քո ցավը տանեմ, գնա քո ճանապարհով։ Okay. Ու որի համար էլի շնորհակալություն այդ տվյալ սուպերմարկետի տիրոջը, Ռոմիկ անունը, որ հիմա իմ լավ ընկերն է, ու 60 տարեկան է ինքը, մինչև հիմա լավ ընկերություն ենք անում իրար հետ։ Եվ այսօրվա վերջին հարցն եմ ուզում քեզ տամ, այսօր արդեն դու կայացած մի քանի մեծ բիզնես ունես, կյանքի շատ հետաքրքիր ճանապարհ ես անցել, ինչ խորհուրդ կտաս այսօրվա քո դերից, քո այն 20 տարեկան ես եղել 2004 թվին, որ եկել ես եկել եմ 20 տարեկան։ 20 տարեկան։ Ինչ խորհուրդ կտաս այդ Արմենին, ով քնում էր այդ կառավատի վրա, ով եկել էր Երևան, Ծովինար գյուղից, իդեպ պապայիս կողմ Մարտունուց է, դրա համար ես գյուղերը գիտեմ, պատկերացնում եմ շատ։ Ինչ խորհուրդ կտաս իրան։ Պատկերացրա հիմա մի պահ դու խոսում ես այդ երիտասարդի հետ, ով փնտրտուքի մեջ է, դուրս է եկել գյուղից, եկել է Երևան ու ոնց որ եկել է կոնկրետ հաջողություն բախտ որոնելու համար։ Խորհուրդ կտայի, որ գործի, քիչ խոսի, գլուխը տուր պատերին, պատնել գլխովդ, փորձությունների միջով անցի, որ կարողանաս կայանաս ավելի ուժեղ լինես։ Իսկ օրինակ դուք ինչ խորհուրդ կտայիք։ Նոր սկսողներին։ Այդ որ ինձ 20 տարի առաջ թե ինձ օրինակ։ Ես խորհուրդ կտայի անել ամեն ինչն ոնց անում է,
նույն ձևով, որևէ բան պետք չի ավելացնել, պակասացնել, որովհետև 20 տարեկան երիտասարդի համար այդ համարձակությունը, այդ քայլելը ռուսական հեքիաթներում այսպիսի հերոսի մոդել կա, ասում է գնա այնտեղ չգիտեմ որտեղ, բեր այն ինչը, չգիտեմ թե ինչ է։ Եվ այս մոդելը հերոսի ինքը բոլորիս է վերաբերում, այսինքն ցանկացած երիտասարդ իր կյանքի ինչ որ փուլում պետքա գնա քայլ անի դեպի անհայտություն, դեպի անորոշություն։ Եվ այդ քայլ անելը իդեպ նաև եղել է Ամերիկան բացահայտողների մոտ, երբ որ Եվրոպայից մարդիկ հելել են, նստել են նավը, ունենալով մի հատ կողմնացույց ու նավով կտրել են օվկիանոսը, չիմանալով ուր են գնում, ինչ են տեսնելու եւ ինչ են բերելու, այսինքն գնա այնտեղ, չգիտեմ որտեղ, բեր այն ինչ, չգիտեմ թե ինչը, դա կյանքի հանձնարարությունն է յուրաքանչյուր երիտասարդի։ Եվ այս պարագայում դու կատարել ես այդ հանձնարարությունը, դրա համար հաջողությունը ասես մեծ ծավալով եկել է քո կյանք, ես խորհուրդ կտամ բոլոր երիտասարդներին կարողանան լինել այդ հերոսի դերում, քայլ անել անհայտության մեջ, փոքր դոզաներով անել, այստեղ նաև շատ կարևոր է, որ ամբողջ կուտակած գումարը պետք չի վերցնել ու դնել շերքի նժարին, չէ, $100-200 ցանկացած իդեա կարելի է տեստ անել։ Ենթադրել, ունեմ սենց իդեա, հա, եթե սենց անեմ, ապա սենց կլինի, որովհետև մեծ հաշվով ցանկացած իդեա տեստ է արվում իրական կյանքում, շուկայում է տեստ արվում։ Արեցիր, ստացվեց, շարունակի, չստացվեց, փոխի։ Ես օրինակ համաձայն չեմ այն երիտասարդների հետ, ովքեր 100 անգամ կարան նույն քայլը փորձեն։ Չէ, եթե դու 100 անգամ փորձում ես, չի ստացվում, 100 անգամ դուրը ծեծում ես, չեն բացում այդ դուրը, պետք չի 101 անգամ անել, էլի, շատ արագ դու պետքա քո քայլերի մեջ, այսպես ասած, փոփոխություն մտցնես ու փոխես քո երկրորդ քայլից հետո դու պետքա փոխես քո քայլերը։ Համառության գնով անընդհատ նույն քայլը անելով սпасել ուրիշ արդյունքի, ես կարծում եմ այդքան էլ adekvat ընկալում չի իրականության։ Իրականությունը տես չի աշխատում։ Ես ավելին ասեմ, եթե դու պրինցիպ ես ընկնում կյանքի հետ, որ ինքը քեզ ասում է, չէ, տղա ջան, դուրը ծեծելով չի լինում, ուրիշ բան մտածի, հա, դու ասում ես, չէ, ես պետքա այս ճանապարհով գնամ, ասում ես, չէ, տղա ջան, մի արա սենց։ Մեկ այլ մարդու դեպքում դա աշխատում է, քո դեպքում չի աշխատում, ուրիշ բան մտածի, եւ իմ կարծիքով ցանկացած երիտասարդ պետքա կարողանա եւ իր քայլերի մեջ անընդհատ արտաքին աշխարհից ստանա, հետադարձ կապը փոխի։ Ոնց է, օրինակ բանակում ոնց է, չէ, կան նավոճիկներ եւ կան կրակողներ, չէ։ Նավոճիկը նավոդկեն տալիս է, կրակողը կրակում է, ասենք, չգիտեմ, տանկի էկիպաժը, հա։ Չի կարելի միշտ կրակել նույն ձևով ու մտածել, որ դու թիրախը կխոցես, 100 հատ արկ կրակես ու ասես դե համառությամբ ես պետքա, չէ, դու պիտի նոր կոորդինատով նավոճիկը ասում մի քիչ աջ պայի, մի քիչ վերև պայի, մի քիչ ներքև։ Հենց էս է դրանոթի հրամանատարն եմ եղել, էլի։ Հա, տես հենց հրետանավորները էսի շատ լավ գիտեն։ Նույնը կյանքն է։ Կյանքի դեպքում նավոճիկը հենց ինքը կյանքն է, ով քեզ ասում է մի քիչ աջ պայի, մի քիչ ձախ պայի, դուրը մի ծեծի, չգիտեմ, մեյլ ուղարկի, զանգի, ու սենց անընդհատ ամեն մարդ կարա գտնի այն այսպես ասած դուրը, որը հենց իր համար է, որը իր համար կարա բացվի։ Ու ես նաև մտածում եմ, որ ինչպես ջուրն է հոսում ամենակիչ դիմադրության ճանապարհով, նույն ձև էլ մեր հաջողությունն է հոսում ամենակիչ դիմադրության ճանապարհով։ Այսինքն, եթե մենք մի բան ենք անում, կյանքը մեզ պատասխանում է, չէ, տղա ջան, այս ստրատեգիան չի աշխատում, պետք է փոխել ու այլ ձևով գնալ։ Ջուրը ոնց է, եկավ կպավ մի հատ արգելքի, ուղղությունը փոխեց, կպավ ուրիշ արգելքի, էլի ուղղությունը փոխեց, այսինքն ջուրը միշտ գտնում է իր ճանապարհը, նույնը հաջողությունն է գտնում իր ճանապարհը։ Եվ նաև կուզենամ քեզ ասեմ, ստե նաև շատ կարևոր է եղել քո արխետիպը, դու ամսի 16-ին ես ծնվել, երեք քո ծննդյանօրն է, շնորհավորել եմ։ 16 թիվը ստեղ շատ կարևոր թիվ է։ 16 արխետիպը ինքը կառուցող գործարարի արխետիպ է։ Ես այս թեմայի մասին խոսել եմ նաև մեր Նարեկի Coffee House-ի Նարեկի հետ պատկասթում, Նարեկը նույնպես 16 արխետիպ ունի, 16 արխետիպ ունեցող մարդիկ իրանք կառուցող մարդիկ են։ Տես դու պատում ես քո բիզնես մոդելի մասին, ոնց է ֆինանսական կտորը, չգիտեմ, ամեն տնօրեն ունի իր փոխտնօրեն, այսինքն համակարգ ես կառուցել, այս կառուցելը դա 16 արխետիպ ունեցող, այսինքն փսիխոտիպ ունեցող մարդու ուժեղ կողմն է։ Դու ինտուիտիվ գնացել ես այն ճանապարհով, որը քո ուժեղ կողմն է։ Այս արխետիպերի տեսությունը մի հատ առանձին գիտություն է, որը կարելի է անվերջ ուսումնասիրել, ու երբ որ դու նայում ես յուրաքանչյուրիս մասին լիքը ինֆորմացիա կա տեղ։ Եվ դու ճիշտ օգտագործել ես քո այդ ներքին էներգիան։ Ու քո մոտ նաև կաշխատի բոլոր այն բիզնեսները, որը կախված է կառուցապատմանից։ Ես պատահական չհարցրեցի հաջորդ պրոյեկտը, որովհետև եթե դու չասեիր կառուցապատում, ես էի քեզ խորհուրդ տալու։ Կառուցապատումը, կառուցելը, ինչ որ մի բան ստեղծելը, դա
քո արխետիպի ուժեղ կողմն է։ Ի տարբերություն օրինակ կան արխետիպեր, որոնց ուժեղ կողմը վաճառելն է, դա 6-րդ արխետիպն է, 15-րդն է։ Այդ մարդիկ օրինակ շատ ուժեղ են վաճառքից։ Իրանք պետքա ինչ որ մի բան վաճառեն։ Կառուցել այդ մարդկանց ուժեղ կողմը չի, այդ մարդկանց ուժեղ կողմը վաճառելն է։ Եթե 6 արխետիպով մարդը 16 արխետիպով մարդու այդ բիզնեսը ստեղծում, մեկը կվաճառի, մյուսը կկառուցի, պատկերացնում ես։ Այս իմաստով քո մասին ահագին ոնց որ ինֆորմացիա կա ու ես էլ մեր ունկնդիրներին խորհուրդ եմ տալիս նաև լսել են ներքին մղումները, ինչը ձեր մոտ կա, որովհետև յուրաքանչյուրիս փսիխոտիպը մեր մասին խոսում է նույնիսկ մեր ներսից մեզ հուշելով։ Եվ ես ինքս օրինակ նույն ձևով հաշվապահ եմ եղել, հաշվապահական ընկերություն ենք հիմնադրել, հետո եղբորս հետ, եւ ես մի օրում որոշեցի թողեմ դա։ Ոնց դու մի օրում որոշեցիր թողես մրգի բիզնեսը, ես մի օրում որոշեցի հաշվապահի կարիերան թողեմ, իսկ հաշվապահները կփաստեն, հաշվապահի կարիերա թողելը հեշտ չի, որովհետև դու այնտեղ կա բանի լիցենզիա, հաշվապահի լիցենզիա, հետո աուդիտորի լիցենզիա, այսինքն ցանկացած հաշվապահ մոտակա մի 20 տարում պլանավորում է իր այդ զարգացման այդ բանը, հա, արահետը ու դու ես բավական լավ էի եւ հարկային օրենսգիրքը վերլուծում եւ դες մի օրում որոշել եմ թողեմ ու անեմ այն ինչի փսիխոտիպի իմ մոտ կա, դա տրեյնինգներն է, դա դասավանդելն է ու կյանքի այդ этаպում դա եղավ բեկումնային իմ համար։ Դրա համար ինչ ես խորհուրդ կտամ, առաջինը խորհուրդ կտամ ձեր սեփական արխետիպը ճանաչել եւ գործել այդ արխետիպի ուղղությամբ, բոլորը պետք չի կրկնօրինակեն ուրիշի հաջողության պատմություններ, օրինակ հայերը ոնց են անում, տեսան ինչ որ փողոցի վրա էսա լավ, հա, բոլորը դա են անում, տեսան կոֆեի բիզնեսը լավ բիզնես է, բոլորը կոֆեի կետեր են բացում, ոչ, ու էլի ոչ։ Այն ինչ մի գործարարի մոտ աշխատում է, որովհետև իր արխետիպը դրա համար է, մեկ այլ գործարարի կամ սկսնակ գործարարի մոտ դա չի կարող աշխատի։ Դրա համար ոչ թե պետքա կրկնօրինակել ուրիշի հաջողությունը, այլ պետքա գտնել քո ներքին այն էներգիան, որը քեզ հաջողակ կդարձնի։ Ու նոր բաներ մտածելով էլի ոնց որ իմ աշխատակիցները Միրգ բանջարեղենի ժամանակահատվածում դուրս էին գալի իմ մոտից, իմ կողքը բացում էին Միրգ բանջարեղենի խանութ, մտածելով որ իրանք կարան առաջ գնան, բայց ինչ ունեին կորցնում էին ու ոչ թե ես էի անում, այլ ծախսերը ահռելի շատ էր, ճիշտ չէին կարող կազմակերպեին։ Կրկնօրինակելը ճիշտ եք ասում, կամ մեր Հայաստանյան շուկայում, եթե էսա կարելի է ես էլ անեմ ու պատկերացա հիմա ես ողջևորվում եմ քո օրինակով, ես էլ բացում եմ մի հատ մեքենայի սրա ու սկսում եմ վաճառել, չի ստացվի մոտ, պրոստը չի ստացվի։ Ու այդ գայթակղությունը, որ անել են ինչ ուրիշի մոտ ստացվել է, այդ շատ վտանգավոր գայթակղություն է, այդ գայթակղությունը տանում է դեպի անհաջողություն, երբեմն տոտալ կործանում է տանում քո ոնց որ ասած քո կարիերայի։ Դրա համար ամեն մարդ պետք է անի այն գործը, որի էներգիան կա։ Եվ դա էլ ասեմ, օրինակ հիմա դու այսքան կապիտալ ունես, կարող է մի հատ ուրիշ բիզնեսում էլի մտնես, էլի չստացվի, որը կապ չունի քո փսիխոտիպի հետ։ Դու տեղ կկորցնես փող, շատ ցավոտ չի լինի, որովհետև ունես որոշակի կապիտալ, բայց պատկերացա վերջի փողով եթե դու մտնում ես մի ոլորտ, որը քոնը չի, այլ կրկնօրինակած է, այդտեղ դու կարաս այդ քո վերջի փողն էլ կորցնես ու սաղ քո ասած հույսն ու բանը ոնց որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ։ Սենց Արամ ջան, ուրախ էի, որ այսօր հյուր եկար, դու նաև իմ գործընկերն ես մեր ոդկասթների շրջանակում ու ես ուրախ կլինեմ, որ մեր ունկնդիրները եւ իրանց հարցերը մեզ ուղեն եւ նաեւ քեզանից մեքենա ձեռք բերեն կամ քո այլ բիզնեսների համար գործընկեր դառնան եւ սիրելի ընկերներ, գործընկերներ, գրեք ձեր հարցերը եւ մենք կընտրենք մի հոգու լավագույն հարց տվողին եւ կհրավիրենք սուրճի հանդիպման, ես ու Արմենը ձեր հետ կշփվենք ձեր կյանքի այս փուլի ամենակարևոր հարցերը ձեր հետ կքննարկենք։ Սիրով, շնորհակալություն Գրիգոր ջան։ Հարգանքներս։